Մայրենի 4-րդ դասարան, դաս 14 Ավետիք Իսահակյան, Ազգային երգը, մաս 2 Օրը կիրակի էր, գյուղը հանգստանում էր դաշտային աշխատանքներից և այդ պատճառով դպրոցը լիքն էր աշակերտներով։ Դպրոցը միայն մի ուսուցիչ ուներ, բայց ուսուցչի եռանդը հասնում էր ամեն տեղ։ Մի խումբ այբուբեն էր սովորում, մյուս խմբում մայրենի լեզու էին կարդում, երրորդ խմբում հայոց պատմությունից էին դաս պատասխանում, մի ուրիշ խմբում Դավիթ բեկ էին կարդում։ Երբ դասը վերջացավ ու աշակերտները պիտի ցրվեին, ընկերս, որը երգ շատ էր սիրում, խնդրեց ուսուցչին, որ աշակերտները մի երգ երգեն։ Ուսուցիչը պատասխանեց, թե ինքը դժբախտաբար բաղաձայն է և դրա համար էլ երգ չի սովորեցրել, սակայն ավելացրեց, որ աշակերտների մեջ երգողներ կան։ Լավ կլինի բոլորը գոնե մի ընդհանուր ազգային երգ գիտենան, օրինակ Մայր Արաքսին, որը շատ տեղին է, հենց նրա ափին ենք, ասաց ընկերս։ Ուսուցիչը մի պահ մտածելուց հետո դարձավ աշակերտներին. Հապա սիրելիներս, ամենքդ շարվեցեք այստեղ։ Հետո դառնալով մեզ ավելացրեց. Ինչպես չէ, գիտեն և լավը գիտեն։ Ու ձեռքի կանոնը վեր բարձրացնելով գոչեց. Բոլորդ միասին ինձ հետ երգեցեք «Այ բենգին»։ Չէ որ բոլորիդ անգիր սովորեցրել եմ, դե այսպես։ Եվ կանոնի համաչափ շարժումներին ներդաշնակ, բոլորը հետևելով ուսուցչին սկսեցին բարձր և երգեցիկ ձայնով հեգել «Այ բենգիմ դայջ զա թո»։ Այսպես մինչև վերջ։ 40-50 կրծքից բխած այս հուժկ ու բազմահնչյուն և միահամուռ ձայնը, որ ինքնին հայոց լեզուն է, երասխի շառաչի հետ փռվելով արարատյան աշխարհի վրա, թվում էր, թե սլանում է ազատ Մասիսն ի վեր։ Ամենքի երեսին պայծառ ժպիտ կար, ուսուցիչը շատ ոգևորված էր։ Ահա ձեզ մի ընդհանուր ազգային երգ, որ ամեն հայ անպատճառ պետք է գիտենա։ Ահա 4-5 տարի է ես այդ երգն եմ սովորեցրել, ուրիշ երգ չեմ ճանաչում, բոցավառ շրթունքներով շնչասպառ ասաց ուսուցիչը և սրբեց քրտնած ճակատը։ Շատ ճիշտ եք ասում և կեցեք, իսկապես որ աննման էր, ոչ նվազ ոգևորությամբ պատասխանեցինք մենք։ Ապա շնորհակալությունը հայտնելով ամուր սեղմեցինք հնարամիտ ուսուցչի ձեռքը և ուրախ ու թեթև շարունակեցինք մեր ուղին։ Մի պահ գտնվում էինք այդ տարօրինակ երգի ազդեցության տակ։ Ընկերս խզեց լռությունը։ Համաձայն չես, որ քանի հայն ապրում է, հայոց այբուբենը չի մեռնի։ Այո, ասացի, բայց ես հակառակին ավելի համաձայն եմ, քանի հայոց այբուբենը ապրում է, հայը չի մեռնի։ Ուղղագրական բառերն են երրորդ, գրվում է երկու ըյով, կուրծք, հուժկու, անպատճառ։ Ասույթ. Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է հայոց լեզվին տիրապետելը։ Վիկտոր Համբարձումյան։ Բառերի գանձատուփ։ Ցույց տուր գյուղական, ազգային բառերի արմատները և ածանցները։ Գյուղական բառի արմատը գյուղն է, ականը ածանցը։ Ազգային բառի արմատը ազգն է, այինը ածանցը։ Յուրաքանչյուր ածանցով կազմիր երեքական բառ։ Տնական, դպրոցական, մտերմական, տնային, ազգային, մայրաքաղաքային։ Գրիր ուրիշ, վերջանալ, խնդրել, գոչել և հուժկու բառերի հոմանիշները։ Ուրիշ, այլ, վերջանալ, ավարտվել, խնդրել, աղաչել, գոչել, կանչել, հուժկու, ուժեղ։ Գրիր միասին, դժբախտաբար, ճիշտ, ուրախ և թեթև բառերի հականիշները։ Միասին, առանձին, դժբախտաբար, բարեբախտաբար, ճիշտ, սխալ, ուրախ, տխուր, թեթև, ծանր։ Ուսուցիչը պատասխանեց, թե ինքը դժբախտաբար բաղաձայն է նախադասության մեջ, ինչ է նշանակում շակերտներում գրված բառը։ Բաղաձայն է, այսինքն երգեցողությունից ոչինչ չի հասկանում, չունի երաժշտական լսողություն։ Հարցերի և առաջադրանքների արկղիկ։ Ազգային ինչ երգ երգեցին երեխաները։
երգեցին հայոց Այբուբենը։ Հեղինակը երեխաների երգածն ինչու է տարօրինակ երգ անվանում։ Քանի որ երգը ինքնին բառեր չունի, այլ նրա մեջ պարզապես Այբուբենի տառերի անվանումներն են։ Քո բառերով նկարագրիր գյուղական դպրոցը երիտասարդ ուսուցչին և երեխաներին։ Գյուղական դպրոցն իրականում մի մեծ դասարան էր հիշեցնում, որտեղ սովորում էին տարբեր տարիքի երեխաները, և քանի որ ուսուցիչը ընդամենը մեկն էր, նա կարողանում էր հերթով յուրաքանչյուր դասարանին առանձին հանձնարարություններ տալ։ Որն է պատմվածքի հիմնական միտքը։ Պատմվածքի հիմնական միտքն արտահայտված էր վերջին նախադասության մեջ։ Քանի հայոց Այբուբենը ապրում է, հայը չի մեռնի։ Քո կարծիքով իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ինչի շնորհիվ է հաղթանակներ տարել, կարծիքդ հիմնավորիր։ Հաղթանակներ տարել է իր համախմբվածության շնորհիվ, իր ազգային արժեքները պահելու շնորհիվ։ Գրիր լավ, ուրախ, պայծառ, թեթև ածականների համեմատության աստիճանները։ Եկեք հիշենք, համեմատության աստիճանները 3-ն են, դրական աստիճանով արդեն գրված են բառերը, համեմատական աստիճանով կլինեն ավելի լավ, ավելի ուրախ, ավելի պայծառ, ավելի թեթև, իսկ գերադրական աստիճանում կլինեն ամենալավ, ամենաուրախ, ամենապայծառ, ամենաթեթև։ Պատմությունների և զրույցների զամբյուղ։ Գրավոր նկարագրիր քո ուսուցչին։ Ներկայացրու քո սիրած բանաստեղծությունը կամ երգը։ Հեղինակի և ստեղծագործության մասին տեղեկություններ հաղորդիր ընկերներիդ։ Լեզվաբանի դասը։ Կարդա ազգային երգը պատմվածքի առաջին մասը և ցույց տուր այն բառերը, որոնք ինչպիսի հարցին են պատասխանում։ Ածական համեմատության աստիճանները։ Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ։ Ածականները պատասխանում են ինչպիսի և որ հարցերին։ Օրինակ, քաղցր խաղող, փայլուն աստղ։ Մեծ գյուղ, դաշտային ծաղիկ, հայկական երգ և այլն։ Որոշ ածականների ցույց տված հատկանիշը տարբեր առարկաների մեջ տարբեր չափով է լինում։ Օրինակ, երկնքում մի աստղը կարող է ավելի փայլուն լինել, քան մյուսը։ Կարելի է տեսնել նաև երկնքի ամենափայլուն աստղը։ Հատկանիշի տարբեր չափը ցույց ենք տալիս ածականի համեմատության աստիճաններով։ Մեծ, ավելի մեծ, ամենամեծ։ Քաղցր, ավելի քաղցր, ամենաքաղցր։ Իմաստունի օրատետրից։ Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Բոլոր պետություններն ունեն պետական օրհներգ, այն հանդիսավոր երգ է։ Օրհներգը, ինչպես դրոշը և զինանշանը, պետության պաշտոնական խորհրդանիշն է։ Հայաստանի Հանրապետության օրհներգի բառերը գրել է բանաստեղծ Միքայել Նալբանդյանը։ Երաժշտական մշակումը կատարել է երգահան Բարսեղ Կանաչյանը։ Հայ երգի Մեսրոպ Մաշտոց։ Այդպես են անվանում Կոմիտասին, քանի որ Կոմիտասը հայկական երաժշտությունը բերել է մի նոր մակարդակի։